շունը հարցակվում է ինձ վրա ու ես ավելի եմ վախենում։ Ճիշտ է, ես այդ պահին եմ վախենում, լացում եմ, փախնում եմ, հետ եմ գնում մի խոսքով, բայց ոնց հասկանան շունը արդյոք միտում ունի կծելու, թե այդ ուղղակի ինքնապաշտպանական ռեակցիա է։ Իրականում որ չվախենաս, ռիսկը շատ նվազում է, բայց չի զրոյանում, որովհետև ինձ վրա էլ է ոհմակ հարձակվել այն դեպքում, երբ որ ես երեխա ժամանակ նույնիսկ չգիտեի, որ շունից կարելի է վախենալ, այսինքն այդ զգացմունքի մասին չգիտեի։ Եվ ինձ վրա ոհմակ է հարձակվել եւ դրանից շատ լուրջ process եմ անցել, որպեսզի այդ վախերը հաղթահարեմ։ Շները կարող են հարձակվել տարբեր իրավիճակներում։ Այստեղ խնդիրն այն է, որ երեխաներին պետք է սովորեցնել եւ դա պետք է դպրոցի մակարդակով լինի, թե որ իրավիճակում ինչպես պահել։ Օրինակ տարբեր վտանգների հետ են, չէ՞, մեր երեխաներն առնչվում, նույն փողոց անցնելը։ Մենք չենք ասում, չէ, վերացրեք մեքենաները։ Մենք երեխաներին սովորեցնում ենք ճիշտ տեղով փողոց անցնել, կանաչ լույսով փողոց անցնել։ Իհարկե դա չի նշանակում, որ դժբախտ պատահար չի լինի, բայց մինիմալի է հասցվում ռիսկը։ Նույնն էլ այս դեպքում է։ Օրինակ ասեմ, իմ երեխաները, դե նորմալ է, որ իմ երեխաները գիտեն, որ պարագայում իրենց ինչպես պահել։ Իմ տղան մի անգամ կանգնած էր եւ 3-4 շուն հաչալով մոտեցան իրեն, ինքն ուղղակի կանգնեց, ես նայեց, ոչ մի ռեակցիա չտվեց։ Հաչացին, գնացին։ Հիմա պատկերացնենք իմ երեխայի փոխարեն լիներ երեխա, որը վախենում էր։ Նա կվազեր եւ վազելը կպրովոկացներ։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։